Կիրակի ժամը 22-ին։ Ով է կրում պատասխանատվություն հարկադրող մի բացակայության համար, ում են տրվում լիցենզիաները, ինչու են բանկերն ու գրավատները հրաժարվում սպիտակ ոսկին ընդունել որպես գրավ։ Ոսկոտենտ, լրագրողական հետաքննություն, մաս 2։ Դու խարպես ստուգես էլ, էլի ինքը ցույց է տալու նորմալ։ Իրենք վաճառում են բարձրի տակ, մարդիկ տալու ստուգում, անգամ պրոբ ինսպեկցիայում հասարակ իրանց ստուգելու բանով իրանք չեն կարող կոնկրետ որոշել։ Հասկանից հետո դժվար չէ հասկանալ, թե ինչու ոսկու կեղծարարությունը մոտավորապես դարձել է լիցենզավորված գործունեության տեսակ։ Կրիմինալ ինքնատիպ դրսևորումն ու ոստիկանության օպերատիվ եւ ռիսկային գործողությունը, դիմակավորված զինված բանդայի վնասազերծումն ու տուժածի սենսացիոն խոստովանությունը, Շամշյանը ներկայացնում է։ Շուտ արա, ինձ քաշելով բերինք ստեղ, զենքը քունքից դրած։ Անելուց չէր մտածում։ Լավ, հերիքա իրան վիժված։ Սարիթաղի բնակիչների զայրույթն ու քաղաքապետարանի պարզաբանումը, ինչ է արձանագրել մեր տեսախցիկը ջրի տակ եւ ինչ ուշագրավ պատասխան ստացվեց Երևան ջուր ընկերությունից։ Սարիթաղ, հայացք դեպի ապագա, սուրանգյուն ստացված ԱԶՆ-ի հետքերով։ Սարիթաղի կույրաղիկի բնակիչ Պողոսյան։ Շանից բետար տուն է սա։ Իվան տեղա, պետք է տանեմ։ Ով լինի իմ տեղը ոչ ոք ստեղ չի ապրի։ Այդ կեղտը հիմա ստեղ փոսենք փորել, հորել ենք մեջը։ Ինչ էր անում Կարմիր մարզահագուստով երիտասարդը վրաերթ կատարած մեքենայի կողքին եւ ինչպես բացահայտվեց 4 տարեց մարդու մահվան ելքով վրաերթը։ Հանցագործը միշտ վերադառնում է հանցանքի վայր, աքսիոմայի կենսունակությունը կամ ողբերգական վրաերթի մանրամասները։ Ինչից է առաջանում ազատհապությունն ու ինչու են կանայք արհեստականորեն արագացնում գործընթացը, ինչ արդյունքներ ստացանք շամպույնի շուկան ուսումնասիրելիս եւ ինչպես է մոլորեցվում սպառողը, թունավոր կոնցենտրատների տիրույթում։ 20 ժամանակի ընթացքում մազարմատների քրոնիկ վնասման վերահսկելը իրականում շատ դժվար է։ Ֆալսիֆիկացիան այդ ոլորտում չափազանց շատ է։ Սա ո՞ր հարցերի պատասխանները կգտնենք միասին։